Իրանց զենքով եկել են, գնում են մարզվում են։ Հա։ Այդպես։ Արդեն 4-րդ տարին քայլարշավը անում ենք հունվարի 28-ին, նշելով բանակի տոնը։ Մեզ բարբերաբար հատկապես վերջին տարիներին ներշնչում են, որ մենք թույլ ենք։ Մեր ամբողջ գործունեությունը այդ բնբան կամ կարծիքի հետ մենք համամիջ չենք ու նույնիսկ եթե թույլ ենք, ոնց որ մենք ընտրել ենք ուժեղանալու ճանապարհը եւ ոչ թե թույլ լինելու հետ համաձայնվելու, համակերպվելու ճանապարհը։ Դառնա խորագիրն է ուժը եւ միասնությունը։ Այստեղ եթե նկատեցիր, այդ ուժի էներգիան կա։ Ուզում ենք որ այդ էներգիան ամբողջ Հայաստանում տարածվի եւ ոչ միայն էներգիան, այլ հաստատի իրականությունը։ Արշավին ազատազենի սոց էջերում կան գրանցման հղումները, նախ պետք է գրանցվել եւ հաստատող նամակ ունենան։ Արշավը սկսել ենք առավոտը 8-ից հավաքվելու ենք Կասասենցի Դավթի արձանի մոտ։ Այնտեղից տեղափոխվելու ենք Ազատի ջրամբար, եւ Ազատի ջրամբարից սկսելու ենք քայլելու ենք, գալու ենք, հասնենք մինչեւ Ազատազենի Երևանի հրաձգարան։ Լինելու է հյուրասիրություն, թեյախմություն, հետո արդեն սկսելու ենք արդեն ազգային երկու բարի կտոր։ Դու գալու ես, չէ՞։ Անպայման։ Բոլորին կհանդիպենք ամսի 28-ին Արշավի ժամանակ։ Անպայման գրանցվեք եւ միացեք բանակի տոնը նշելուն։ Մեր երազանքն է, որ մեր ամբողջ ժողովուրդը ունենա կամք եւ կարողություն Հայաստանի վրա հարձակումները թույլ չտալու համար։ Ոնց որ համապարփակ պաշտպանությունը կոպիտացած դա պատերազմի մասին չի, դա խաղաղություն պարտադրելու մասին է։ Ազատազենի առաքելությունն է կառուցել այնպիսի համակարգեր, այնպիսի ինստիտուտներ, այնպիսի process-ներ, որ ճշնամին չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։ Եթե մենք որոշել ենք, որ ուզում ենք այս տարածքում ապրենք, ուզում ենք այս տարածքում ապրենք եւ խոսենք հայերեն, արարենք եւ շարունակենք հայկական մշակույթը, հայկական իրական մշակույթը, համապարփակը այլընտրանք չունի, որովհետեւ այս չի որ ուժեղանալու ճանապարհը դժվար է, իսկ թույլ լինելու ճանապարհը հեշտ է։ Իրական այդ թույլ լինելը շատ ավելի դժվար է, էլի։